Ողջունում եմ բոլորին։ Սիրելիներս, ինչպե՞ս եք։ Այսօր մեր խոհանոցում շատ համեղ տորթի բաղադրատոմս է։ Տորթ կուտուզով ենք պատրաստելու։ Երևի ամենահին, ամենամոռացված տորթերից մեկն է, որ ես տոնական օրերին հիմնականում պատրաստում եմ։ Ինչպես եմ անում ես տոնական օրերին։ Շատ-շատերի նման 12-15 տեսակի խմորեղեն չեմ պատրաստում ու սեղանը լցնում։ Սովորաբար պատրաստում եմ 2-3 տեսակի, շատ քիչ չափաբաժնով։ Հետո այդ տեսականին հենց վերջանում են նորից ուրիշ տեսականի եմ պատրաստում։ Հիմնականում սիրում եմ այդպես անել, բայց քանի որ ես ալիք ունեմ, աշխատում եմ, սա իմ աշխատանքն է, ես այնքան շատ եմ խմորեղեներ պատրաստում։ Տեսեք, ես օրինակ նախօրոք եմ պատրաստում սա, արդեն իմ տոնական սեղանին, եթե չլինի, ես ինքս ինձ չեմ ների, այնպես որ հատուկ ձեր համար պատրաստում եմ, դրանից էլ օգտվում եմ ես։ Սիրելիներս, ինչ է անհրաժեշտ լինելու։ 7 ձու։ Միջին չափի սովորական ձու ենք օգտագործելու 200 գրամ շաքարավազ, 2 ճաշի գթալ տնական մեղր է, ամանից չեմ ուզում տեղափոխեմ, 2 ճաշի գթալ մեղր ենք օգտագործելու, 120 մլ սովորական անհոտ բուսայուղ, օգտագործելու ենք 220 գրամ ալյուր, 150 գրամ ընկույզ, 1 թեյի գթալ սոդա եւ 1 ճաշի գթալ քացախ ենք օգտագործելու։ Ընթացքը շատ հեշտ է, շատ արագ պատրաստվող խմոր է։ Ջեռոցը ես հենց հիմա միացնում եմ, որովհետև մինչև պատրաստենք խմորը ինքը արդեն տաք կլինի։ Թխելու ենք 180 աստիճանում, վերև ներքևը միացված, օդափոխիչը միացված, արագ միացնելու խնդիր չկա, շատ արագ թխվող շերտեր են, կամ բաժանելու ենք 2 շերտի կամ 3 շերտի, կախված թե դուք ինչ չափի եք ուզում լինի ձեր շերտերը։ Ձևամանի չափը 30-40 սանտիմետր է, որովհետև շատերը միշտ հարցնում են, երևի տեսանյութը կամ ընթացքը չեք դիտում կամ մինչև վերջ չեք դիտում ու չեք լսում ու մեկնաբանությունների մեջ հանդիպում եմ նման հարցեր։ Դրա համար սկզբից եմ ասում ամեն ինչը, որպեսզի հեշտ լինի նաև ձեր համար։ Հիմա ձուն եւ շաքարավազը կհարեք ու քիչ-քիչ կավելացնեք մնացած բաղադրիչները, իսկ ընթացքում կմանրացնեմ ընկույզը, որովհետև խմորի մեջ եք ավելացնելու։ Կրեմի մասին հետո։ Հենց ձուն ամբողջությամբ մի փոքրիկ հարվում է, որ գնդեր չեն լինում, ավելացնում եմ շաքարավազը ու շարունակում ենք հարել։ Սիրելիներ, միջին չափով հարվել է արդեն, ավելացնում եմ ձեթը և ավելացնում եմ մեղրը։ 2 ճաշի գթալ մեղրի, ու տնական մեղր է, բայց նշանակություն չունի։ Դուք ինչ մեղր ուզում եք օգտագործեք։ Ես հատուկ բաներ, այդպիսի պայմաններ չեմ ստեղծում, որ ասեմ անպայման տնական օգտագործեք, ճիշտ է, բնական մեղրով ավելի շատ համեղ է ստացվում, նաև կառուցվածքն է ուրիշ լինում, բայց խնդիր չկա, ես պատրաստել եմ նաև խանութի սովորական արհեստական մեղրով, էլի լավ է ստացվել, ու շարունակում եմ հարել։ Ուրեմն, խմորը բերեցի այստեղ, 2 րոպե հարելուց հետո, ընկույզը մանրացնում եմ, շատ չեմ մանրացնում, որպեսզի ուղղակի չմանրանա ու իր բաղադրության մեջ սիրում եմ, որ ընկույզի համն ու հոտը գալիս է, ուտելուց զգացվում է, թե չէ կարելի է բլենդով մանրացնել ու ավելացնել, չէ, ես այսպես եմ սիրում, որպեսզի լավ մանրացնում ենք ուղղակի դանակով։ Մեծ հատիկներ էլ որ լինի, խնդիր չկա, ճանաք ստեղեք։ Հիմա ալյուրի մեջ ավելացնում եմ 1 թեյի գթալ այսպես սոդա, մի լավ խառնում ենք ու ավելացնում ենք խմորի։ Կարելի է նաև հարիչով խառնել ալյուրը, ես խնդիր չեմ տեսնում, որովհետև սա դասական բիսկվիթ չէ, այսպես էլ կարելի է հանգիստ անել։ Եթե դուք սկսնակ խմորեղեն թխող իմ սիրելի հետևորդներ, կարելի է նաև զգուշ աշխատել, որպեսզի լավ ստացվի։ Ջեռոցը արդեն լավ տաքանում է, հիմա սա մի լավ այսպես կխառնեմ, կավելացնենք ընկույզը, ամենավերջում նոր ավելացնում ենք քացախը։ Ընկույզն էլ ավելացնենք, հետո էլի լավ կխառնենք։ Այ ուզում եմ, որպեսզի դուք խմորի թանձրությունը, ջրիկությունը տեսնեք ինչպիսին է։
Վերջնական արդյունքը հիմա արդեն կտեսնեք, որ շատ թանձ է, պետք է չլինի։ Ես գիտեմ, որ շատերը ալյուր են ավելացնելու, ասելու են ջրիկ էր, ալյուր ավելացնենք, արդյունքում փափուկ խմորեղեն չի ստացելու, ասելու են իրանք էր մեղավոր։ Ինքան խորհուրդ եմ չէ, տվել տեսեք ինչ լավ խմոր է, հրաշք։ Այ այսպիսի թանձրություն պետք է ունենա, սիրելիներ, տեսեք, որքան գեղեցիկ է։ Հիմա էլ կավելացնենք քացախը, ընդամենը 1 ճաշի գթալ։ Էլի կխառնեմ, ջեռոցս լավ տաք է, խմորը աչքաչափով եմ բաժանելու 3 մասի ու թխելու ենք յուրաքանչյուրը մոտավորապես 20 րոպե, 15-ից 20 րոպե կախված է սա է ջեռոցի որակից ու տեսակից։ Սա 1 բաժին, տեսեք, որ ուղղակի աչքաչափով եմ անում ու տարածում եմ զգուշությամբ, բարակ, նուրբ, շատ բարակ շերտ է լինելու, չանհանգստանաք։ Ուզում եք 2 մասի բաժանեք, եթե ցանկանում եք, որպեսզի շերտը ավելի հաստ լինի։ Ես սիրում եմ, նախընտրում եմ բարակ շերտը, հետո համեղ կրեմով կմիացնենք։ Ուղարկում եմ, հենց որ թխվի, դե իհարկե հերթով 3 հատ շերտը ես կթխեմ, այդ ընթացքում էլ կպատրաստենք շատ համեղ կրեմ։ Պատրաստում ենք կրեմը, տեսեք շերտերից մեկը արդեն պատրաստ է, շատ փափուկ, այնքան փափուկ է, նուրբ է, որ չեմ էլ ուզում ձերք տամ, չափից դուրս փափուկ է, թողնում ենք սառի, երկրորդ արդեն կթխվի, երրորդն էլ էստեղ է, ուրեմն օգտագործելու ենք սերուցք, սիրելիներ, 250 մլ սերուցք է, հարելի ենք, ավելացնելու ենք 250 գրամ սերուցքային պանիր, իսկ քաղցրացնելու համար օգտագործելու ենք խտացած կաթ։ 2 ճաշի գթալը բավական է, իհարկե նաև վանիլին, որ արդեն ավելացրեցի։ Սերուցքը պետք է լինի սառը, շատ սառը, որպեսզի լավ հարվի, որովհետև իմ մոտ այս անգամ կենդանական է, կենդանական մի քիչ պետք է ավելի շատ սառը լինի, բուսական չի, իսկ կրեմը կարող եք փոխարինել նաև թթվասերով, թթվասեր, շաքարի փուշի ու վանիլին, այդպես էլ ենք պատրաստում, իսկ եթե թթվասերով եք պատրաստելու, պետք է լինի կես կիլոգրամ թթվասեր, վանիլին, իսկ թթվասերը պետք է լինի բարձր յուղատվությամբ։ Սերուցքը մի քիչ որ հարում ենք, ավելացնում ենք սերուցքային պանիրը, սիրելիներ, 250 գրամ սերուցքային պանիրը իմ մոտ մասկարպոնե է։ Շատերը ինձ հարցնում էին Հայաստանում կա, թե ոչ, իհարկե ես խանութներում տեսել եմ մի քանի տեսակի սերուցքային պանիրներ են վաճառում, որ շատ համեղ կրեմներ են ստացվում։ Էլի մի փոքր հարելուց հետո արդեն կարելի ավելացնել խտացած կաթը։ Խտացած կաթը ավելացնելուց կարող է ձեզ թվալ, որ կրեմը ջրի անում է, բայց չանհանգստանաք, հետո նորից կթանձրանա։ Մի քիչ որ հարեք, արդեն կզգաք, որ թանձրանում է։ Շատ համեղ խտացած կաթ է, այս Nestlé ֆիրմայի կաթը, շատ եմ սիրում։ Վերջ, կրեմս պատրաստ է, շատ համեղ, թեթև, տեսեք, հրաշալի կրեմ է ստացվել, կողք ենք դնում, հեսաշերտերս էլ պատրաստ կլինի, հենց որ հալվի սառը կարելի է արդեն պատրաստել։ Դուք տեսեք ինչ նուրբ շերտեր են, այնքան փափուկ, շատ փափուկ, զսպանակ լինի ոնց որ հրաշք շերտեր են, 2 հատ արդեն պատրաստ է, հիմա նուրբ էլ զգուշ ենք էլի աշխատում, երրորդն էլ պատրաստ լինի, շատ շուտ էլ սառում եմ ի դեպ շերտերը, կարելի արդեն տոփը հավաքել, մեկը բարակ, մեկը հաստ, միևնույն է ուտելի ենք, չէ։ Հավաքում ենք տոփը, սիրելիներ, շերտերը արդեն բավականին սառել է, այս մեկը մի փոքրիկ դեռ գոլ վիճակում է, բայց ոչինչ։ Ուրեմն կրեմը բաժանում ենք աչքաչափով 3 հավասար մասի։ Իմ աչքաչափը այս վերջերս ոնց որ այդքան էլ լավ չի աշխատում։ Ու կրեմը տարածում ենք։ Շերտերը շատ նուրբ է, տեսեք կտրվում է նույնիսկ, այդ
պետք է շատ զգուշ աշխատեմ, շատ նուրբ ու փափուկ է, այ ես զգուշությունը իրեն կտեղափոխեմ, այ այսպես, շատ նուրբ է։ Այսպիսի փափուկ տորտ հաստատ չեք պատրաստել, անայդ ասում եմ շատ փափուկ է, այո, հրաշալի նուրբ, ողակի չգիտեմ ինչպես բացատրեմ, սա հենց ճիշտ խմորի տեխնիկան, ալյուր շատ չավելացնել ու կարիք չկա, որպեսզի ձուն չափից դուրս շատ հարել։ Ու իդեպ սենյակային ջերմաստիճանի պետք է լինեն բոլոր բաղադրիչները։ Վերջին շերտը, որ զորով մի կերպ տեղադրում ենք է, այդ վիճակն է։ Վերջին շերտն էլ կսում ենք ու հետո ըստ ճաշակի կամ շոկոլադ ենք քերիչով անցկացնում ավելացնում, կամ ջնարակ, կամ ընկույզ ենք փշրում, կամ էլ իր շերտերից կարելի է եզերից կտրատել ու իր շերտերի փշուրը անել։ Ես շոկոլադ եմ ձորկելու, քերիչով անցկացնելու, որովհետև սիրում եմ դասական տարբերակը։ 200 գրամ շոկոլադ ունեմ, այսպես մանրացնում եմ, դառը շոկոլադ է, կարող եք կաթնային շոկոլադ էլ ավելացնել, կարող եք վերջում կակաո էլ շաղ տալ, ինչ ուզում եք արեք, թողնում եմ, կարող եք հետո ընկույզ էլ շաղ տալ, ինչ ուզում եք, սիրելիներս, դա թողնում եմ ձեզ, ու հետո թողնում եմ մի փոքրիկ սենյակային ջերմաստիճանում մնա, սառնարանում մնա, հետո կտրելու ենք անմշանենք։ Վերջ սիրելիներս, հիմա ես սա թողնում եմ սենյակային ջերմաստիճանում, որպեսզի մի քիչ հանգստանա, հետո սառնարան ենք տեղափոխելու, ես գիտեմ շուտ եմ կտրելու ձեզ ցույց տալու համար, մինչև խոհանոցից կմաքրեմ, այս խոմենքով պատրաստ կլինի։ Սիրելիներս, հիմա ցույց եմ տալիս, թե որքան փափուկ է ստացվել։ Պատկերացնում եք, կտրելուց ինքը փշրվում է այնքան փափուկ է, նայեք։ Ես օրինակ ցույց տամ, իր փափուկը դուք ստեղ նայեք։ Ինչքան փափուկ, ահա որ փափուկ շերտեր ունի, շատ փափուկ է, տեսեք։ Ծամելու կարիք չկա, հրաշք է, փափուկ ու շատ համեղ, անպայման պատրաստեք, ձեր տոնական սեղաններին թող լինեն միայն քաղցր ու համեղ բաղադրատոմսեր սիրելիներս, իսկ ես ձեզ ինչով սիրելիներս, թող ձեր տոները, ձեր սեղանները միայն լինեն ընդհատվեց տեսանյութը, դրա համար եմ շարունակում, միայն թող լինեն գեղեցիկ սեղաններով լի, ուրախ ու ժպիտներով օրեր, ձեր տոները այդպես անցկացրեք, դե ես ձեզ ինչով կարող եմ օգտակար կլինեմ, հրաշք բաղադրատոմսերով, փափուկ ու համեղ բաղադրատոմսերով, աշխատեք, որպեսզի ընկույզի որակը լավը լինի, շոկոլադի որակը լավը լինի, որպեսզի ոչ թե միայն լավ ստացվի, փափուկ ստացվի, այլ նաև համեղ ստացվի, դրանից էլ է կախված ձեր խմորեղենի որակը, սիրելիներս, որ ձեր հյուրերը ուտեն, ասեն, ոյ, ինչ համեղ է, դուք էլ ասեք, երայի բաղադրատոմսով եմ պատրաստել, սիրում եմ բոլորիդ, գրկում եմ սիրելիներս, կհանդիպենք հաջորդ տեսանյութին։